Ararat Bank. Միավորիր սպառողական վարկերդ։ Не может быть. Հարցականության ճամբարի ու կյանքիդ մեռնել։ Հնանց էլա ու եկնել մի ամիտեղ ընկան գետին։ Ու խառնան դե մեկը չավանդանա քաշում ասում մի րոպե եկա հեսա։ Պոլիցիկայի ինչ ասեմ ես սրանցը։ Բայց հարցականության ջան դու անասնա բուժես ինձ ինչ բուժես։ Իրան խարծրա կարող անասունել կա։ Ինչ прошлому было, это пусть останется в прошлом։ Ուրեմն որ ոտերից կրակածից կոշիկներ կա։ Տղա կանգնեք ստե տեսեք ձեր աղբերենից շամպայն շավառակ ենա այստեղ։ Արմարդ վրոդի ոչ մեկի փորը չէր ցավում, բայց ինչի լրվա։ Մեր քյավառի բարբար վղավ օլյո ասեց, ասես օլյո որտեղ չի բացվում բերանս։ Ասում արի մոտի խոսքի մխը գցում եմ տալում եմ գլխին ասում եմ գնա քիրուրգի մոտ էլի։ Լավ այախ պեջան բռնից կորչեցել իրարի։ Կարճեցել։ Որ ես Ռոբերտո Կավալի հետ ընկերություն եմ անում։ Ում հետ։ Ներբեռնիր գլովը, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Ինչևէ, սկսեցինք։ Սկսեցինք այսօր էպիկ հենց այնպես է լինելու, որովհետև տաղավարում Սարո Թովմասյանն է եւ Տիգրան Արձականյանը։ Շնորհակալություն։ Ոնց եք։ Ասում փառք լավ դուք։ Շատ լավ, բարի գալուս ձեզ։ Շնորհակալություն։ Սարոն արդեն եղել է, բայց Ես առաջի անգամ չեմ, պարոն Արձականյան, շատ շուտվանից եղել եմ ու շատ ընտիր հրաշալի հաղորդում է։ Շնորհակալություն գովազդի համար։ Ես ձեզ հարգելով Փոքր ժամանակմանից երկրպագում եմ հանդիպել։ պարոն Արձականյանին, ամենասիրուն հագնվող, սիմպաթիչնի, գիտի տարիներ Մոնակոից սկսած։ Այսօր ամեն ինչ ուզում ենք մենք իմանալ, պարոն Արձականյան։ Ես ամեն ինչ կպատմեմ դու, Այսօր Ես չեմ անում որ Սարոնի մասին շատ բան գիտեմ։ Չգիտեիք։ Ինչ էր գիտեմ, վայ։ Այնքան բան եմ պատմել այսօր։ Դե պատմի, ես էլ Բայց ձեզ բանա, հյուրասիրեմ։ պատմելուց պիտի մեր ես դե իմ համար, ես շատ բոլորին եմ շատ սիրում, բայց իմ համար տարբերվում են մի քիչ մարդիկ, sense ուրիշ ձև ես ինքս արմատներով մարդ ունեցի եմ, բայց այդ կոմի ժողովուրդը մի քիչ sense ինձ ավելի շատ sense բանա, քյավարցիներին եմ շատ սիրում, աբարանցիներին եմ շատ սիրում։ Դե մեր հոկտեմբերյան Էջմիածին Հայկաշեն գժվում կտրտվում եմ, մնացած դե Երևանը իմն է, ստեղ ապրում եմ, առհասարակ հայ ժողովրդի համար խելագարվում եմ։ Մենք բոլորս ենք խելագարվում։ Ու որ ինչ էի պատմեմ, թողելու էլ խոսած, որտեղ եկել եմ ես խոսա։ Այսօր վայելելու ենք նաև մեր գործընկեր Անդակո ընկերության Զուեգ իտալական բնական հյութերը առանց համային եւ գունային Մենք էլ ենք շատ օգտվում Անդակոից։ Այո, կարող եք ընտրել, որ համն եք ուզում այսօր վայելել, շատ համով են առանց շաքարի։ Ոքի մենք դες բաներ չենք խմում։ Առանց շաքարի։ Ես խմում Չէ, եմ։ պետք է, բայց առանց շաքարի կարան պահեն այդքան։ Այո, Հա։ կան համեր, որ Բայց բացարձակ շաքար։ քանի որ գովազդապտի համաձայնվենք, Այն պատմությունը գիտեք որ ասում է ֆրանսիացիները որ համաձայնելու մոմենտով եմ ասում ֆրանսիացիները գնում են Գեմալայի լեռները լմեն վերև այդ երկար ապրողների հետ խոսում են ասում է ոնց եք անում որ sense երկար եք ապրում դա ասում մեր բնական սնունդով ենք ապրում քիմիա չկա մեջը մենք ենք աճեցնում պարզավանդակի վրա ենք ապրում ջուրը մաքուր օդը մաքուր տելիքը մաքուր մեկ էլ ասում է ոչ մեկի հետ չենք վիճում ինչ ասում են համաձայնվում ենք Հա, ասում է не может быть ասում не может быть ասում значит не может быть համաձայնվում եմ մարդ Elə էսի իմամենան, может быть։ не может Փաստորեն быть может, այո։ Կստати, հա։ Դե պատմի։ Հա, ինչ է պատմեմ։ Ասեցիր պատմում, չես Չէ, թողելու ես հիշում եմ մի 15 տարի առաջին, շատ հանդիպել ենք, դե իհարկե պարոն Արձականյանը շաքեր Ինչի եթե պարոն Արձականյանը թույլ տա, ես մի քանի պատմություն կպատմեմ, էլի։ Իհարկե։ Ուրեմն մի 15 տարի առաջ, բայց Քյավառը ակցենտով պետք է պատմեմ, էլի։ Դե Քյավառը ակցենտը դա մեր հարստությունն է Համել մեր քույր Նատալյան չի նեղանա, որտեվ շատ շուտ է եղել, այդ վաղ դուք ամուսնացած չեք եղել։ Ինչ կապ ունի Ասեմ մենք տունը մի հատ խայսետ ունենք քույրը ասեմ որ իմանաս Ինչ առաջ եղել է նույն օրը չենք խոսում, չենք կրկնում, դրամազին չենք սկսում վիճաբանել Ինչ прошлому было, это пусть останется. Այս քեզի ասեմ, մեծի մի հատ բաներ ասեմ, որ իմանաս։ Քևերում
օրենք կար։ Հիմա չգիտեմ այդ մեր հետասարները այդ օրենքը պահում են թե ոչ, ու ասեմ որ միշտ շտամություն չլներ, որ ուտում խմում էին կռիվին անում, այն էքսիորը պետք է գնան, փաթաթվեն իրար պաչեն, բայրիշեն, բռնեն, որտեվ ինչ էլ է, դա ասում են 3 այլ է։ Դրա մասին էլ չեն խոսում։ Շատ լավ, Հայկաշենում էր մեր գյուղում էր կար տենց օրենքը պրոստը 4 օր տևում էր միջև վերականգնվի մարդ։ Սարոշտիկը ճղած էր գարում տուն, տատս գորգռոցը գցում էր։ Մեկ էլ ասում եմ Մեջան, էտի 3 այլ է։ Մի մասը դրա մասին մի խոսա։ Նենց որ հանգիստ պատմի։ Մեր մոտ 14 օր էր տևում, պիտի վերականգնվեր էլի մարդ։ Հա, դեղի ամենահայտնի տվիգա կլուբներ հիշում եք, պարոն Արզականյան։ Մոնակոյի։ Հա, մենք էլ դուրս էինք գալիս ընկերներով, ես աղվան։ Ասես լավ մի գնացեք, տղա կանգնեք, ստե տեսեք ձեր աղբերեն ինչ շամպայն շավառակ ենա այստեղ։ Շամպայները հասկացար ման է շամպայն Շամպայն շաուեր, որ շփում են ցեն շամպայներով։ Տվիգայում ես ուժեղ պատմություն ունեմ։ շավարակը ոնց մի հատ էլ ասա։ Շամպայն շավեր, էդի շամպայն շավերն է, էլի։ Լողանում ես շամպայնը ուզում եք, բերում են մի եսիմ քանիա ցենց։ Բացում ես, շփում ես մարդկանց վրա։ Այդ կռվից կարող է հիշեցնել, դա կռիվ այլ է բանում։ Հա, Այդ տվիգայում։ Կարաս ես չես հիշեցնի այդ կռիվ մասին ոնց է։ հա։ Դա ուժեղ է, դա քիչ պատմություն է դա։ Դու խոսել եմ ընդեղ։ Վայ, դա ուժեղ կռիվ է լավ, իտալացի է։ Հա, ու տենց։ Ու այդ ժամանակ կռիվը ոնց վերջացավ, այդ կարամաս։ Ու հա, ու այդ ժամանակ, երբ որ շամպայն շավերը պետք է անենք, հետո մի 2 օր հետո ուժեղ դե կռիվ եղավ։ Որ խնդրեմ, հա, իտալացիների հետ պարոն Արզականյանը միայն գիտես ոնց եղավ, ասեմ, չես պատկերացնում։ Ընկերս իր կնոջը դեկեր էր կինել իր այդ ընկերու հետ էլ։ Հա, իմ տիկինն էլ էր հետներս։ Հա, գնաց գնացել են նստել են այդտեղ։ Ուրեմն ընկերոջս կինը գնաց տուալետ լրվավ։ Էս իր ընկերուին էլ գնաց, որ իրան բերա, այն էլ լրվավ։ Այ մարդ վրոջի ոչ մեկի փորը չէր ցավում, բայց ինչի լրվավ։ Ուրեմն լուրջ եմ ասում, լկայնի։ Ուրեմն գնացի տեսա, երկուսին էլ իտալացի տղեկը բռնկցրած։ Չեն թողում գան։ Չեն թողում գան, հա։ Գնացել եմ ասում եմ թողեք, ուրեմն բանը 3 հոգի ինձանից բոյոց դառը երիտասարդներ են։ Մեկ էլ բանսավ գնաց դե, ասում տեսի ընկերոջս կիննայ սիրան գերունա թողեք գնան խուլիգանություն մի արեք։ Իրանք խմացին բանի տակին էլի այդ հա, ինչ որ ազդեցություն։ Այդ դրա տակին։ Հետո վերջը ի՞նչ է։ Հա, ուրեմն ես ինձ հրեց մի քիչ ուրեմն ես էլ խնդացի ճիշտ ասած որ երեց ինչ որ աղջիկը ձեռք էր ինձ էլի սենց էր ասել ուրեմն ձեռը քաշեցի որ վերցնեմ ազատ սուպլեքս է սարել 2 հատ խփեց 3 հատ խփեց ոչ մեկը մետրի վրա չի կպչում ինձ դե ուրեմն մի քիչ էս բանը մի քիչ հա այտենց առաջվա փորձից բոքսի ցույց տվեցին այդ բանը ուրեմն անց էլա որ տեսա իսկապես 3-ով են ուզում հարցակվեն անց էլա որ 3-ն էլ մի ամիտեղ են գան գետին։ Ուրեմն մեկը գոռում պոլից։ Ուրեմն ես էլ մոտգամավոր մարդ եմ։ Այ մարդ դիպլոմատի պասպորտով ասում եմ մի պոլիցը կա ինչ ասեմ ես սրանցը։ Մի ամիտ սրանք են գան, ասենց այդ աղջիկը ազատ։ Հա։ Որ ուրեմն ու մեկ էլ տես ամենահետաքրքիրն եմ ասում։ Ոնց եղավ։ Ժեկի Չաններ, չէ՞։ Չես պատկերացնում, ասում եմ այդ աֆիտ մենեջերն եկավ ասում եմ մի հատ ճամփա կարած ցույց տաս որ ոնց դուս գամ պոլիցիա ինչ մոտենա ասավ 500 եվրո տուր ասեմ էդ էլ այդ վաղ դեմը բանը ծովն 500 եվրո տայինից ես պատկերացեմ ուրեմն որ հանեցի գրպանից գումարները տեսավ 500 եվրո տվի 1000 տուր ամենակարճ ճամփեն ցույց տա բանը այ մարդ 1000 չասի 500 էլ եմ տալիս տարավ ծովի ափը հենց պլաշատկին ասած ծովն է ցույց տալում անասում ծովի տեղը ես չգիտեի ծովը պետք է դուս գաս ուզում էր ասել ծովը լողալով գնա լողալով որ ասում եմ մի ամիտ ընկանը տես չի եղել տվե տապալելա ես տեսել եմ ուրեմն հիմա սպառնում ես որ չէ անցած գնացած բանը դա արդեն իսկապես ժամկետն անցած գործ ծովով դուս եկա որ պոլիցիա չանդիպեմ հա ծովը կադրում ասում ոնց եք դուրս եկել այդտեղից մե իշքամ կլեր մե ոնց ծովը լողանալը մե 1 կիլոմետրի չափ Լողացել։ Մերիդիան հոթելի
Մերիդիանով դուս եկա, Մերիդիանում- ավտոսել как раз это կանգնացել աստեմ Լողալով գնացել Ջեզ բոնդի Հա որ պատկերացնես այդտեղից։ Սստերը մեքենան գնացել եմ թաստած։ Ամենահետաքրքիր ասեմ։ Մերիդիանը միակ հոթելն է, որ պլաժ ունի, ասենք այդ տվիգայի այդ մոտով որ լողանաս պետք է այդքան զենքով։ Ես ինժեներ հետաքրքիր, ուրեմն որ ոտերից կրակածից կոշիկներ կար։ Թողելի այդտեղ ուրան այդտեղի բանը, թողելի այդտեղ ուրանոցը տապշկեքով նստան մեքենա գնաց դրի։ Առավոտ եկա տեսա կոշիկներ ցույց սպրած։ Պատկերացնես Նստակեր դարձ։ մանե պատկերացնես Արզականյանը կրակազելի կոշիկներով լողանալուց կրակազիլը ճանաչեր հորը։ Ասենք կոշիկ։ Ասենք էտիրա հոր գլուխն է ներել։ Էտա, հիմա էտա։ Այնց հետաքրքիր պատմություններ են, այնց չես պատկերացնում, հետո պոլիցիայի դատեի ճանաչում էր, շուտվանից 93 թվականից են գտեղը, ասում է, բայց ինչի գնացիր ծովով, ասեցի դե այդքան ուզում էի բան մի քիչ թեթևանայի, հանգստանայի, որ ներվայնացել էի։ Ասում եմ, մենք դրիվ տեսել ենք, որ դու մեղավոր չես էլի։ Ես էլ էի տեսել։ Դուք вообще մեղավոր չեք, պարոն Ամպերությունը Արզականյան։ գիտես ինչ, ես ամպերատար եմ, բայց որ ամպերություն ծածված չանահանեն, Որ հանում են ես տեսել եմ իշալում, սուպլեքս։ Մի անգամ ինձ երկու տարիով մի հատ էլ ման է ուրեմն մի անգամ Դուբայում ենք պարոն Արզականյանը խառը դուրս է գալի հետը լիքը մարդ բան, էլի երևի չի հիշի, բայց ասեմ հեսա դե ես պարոն Արզականյանի մայրիկին ես շատ եմ սիրում ծոց Վարսիկին ուրիշ ձևի ես հարգանք իմ համերգներին միշտ ներկա ինձ իմ անունով կոնյակներով նվերներով միշտ sense ու տենում եմ դե ոչ իմ ժամանակը ունի հավես չունի sense դուրս է գալի լիքը մարդկանցով դուրս է գալիս ասում բարև պարոն Արզականյան բարև ասի ցավը տանեմ Վարսիկցային ջերմ կբարևես խառնա դե ուզում եմ վրազ ինձ ցրի էթա որտեվ լիքը մարդկանց ես շատ շնորհակալություն Սարո ջան ասեմ ում կողմից Հիմա չեմ կարում անուն օրինեմ ասեմ Արամեի կողմից իշոք մի բան ասի եղավ ցավ ու խառնան դե մեկը չավանդանն է քաշում ասում մի րոպե եկա հեսա ու հետ սա խոսում ուզում սաղ գցի տեղը չի հասցնում Միշտ ասել եմ պարոն Արզականյանը այն տարիներից միշտ շատ ուրիշ ձևի հագնված sense նույնիսկ հիշում եմ մի անգամ սպիտակ շորեր շատ եք սիրում, ես տեսել եմ։ Մանավանդ այդ կողմերը, ամառները Մոնակով, sense սաղ սպիտակ հագած եկավ։ Հիմա ուզում եմ գտնեմ այդ պիջակը որտեղից է առել, բանման։ Մի կերպ sense պատկերացնելով բան որ խանութը կլինի, ոչ բրունելոն կլինի, չգիտեմ, այդտեղ այդում գտնում եմ գինը որ տեսասի շատ շնորհակալություն, ասի շատ մերսի մենք մեր ասբեստից մայկով յոլակեթանք միջև տենանքի։ Նախորդ անգամ էլ ես հենց արեց։ Մի նման իրավիճակ եղավ, ասեցի ինչ լավն է։ Որը։ Օծանելիք նվեր ստացա ասի, պարոն Ծառուկյանի օծանելիք, հա շատ շնորհակալություն։ Ուրեմն ինձանից մի հատ լավ սպիտակ։ Խնդրում եմ կուրտ կայել ես անգամ որտեղ ես ձերեն կոժից բանը պլաշն եմ շատ սիրում։ Հա։ Կոշիկները։ Հələ ձեր բախտը բերել ավետը չի Բարսեղյանից հելի լուքներ ուզելու։ Ես հələ հիմա գոնե մենակ այդ պլաշ, անեց մի հատ պլաշ էր հագել պարոն Արզականյանը։ Պետք է ճիշտ ասեմ, չեմ կարա չասեմ, կոճակներն էլ ոսկի է։ Չէ, հա։ Իա, կոճակները ծախելու են պապային մի հատ Lexus առնեն։ Չէ, ոսկե ջուրա 25 կարատ։ 25 կարատ ոսկե ջուրա։ Իմը լատունից է հիմնականում լու։ Առաջ գիտես ինչ էր, որ ես Ռոբերտո Կավալի հետ ընկերություն էի անում։ Օ։ Երկար Ռոբերտո Կավալի, Վերսաչի ուղղորդմացիկ իրանք Վերսաչի Իսկապես ընկերություն եք արել։ Բա ոնց իմը բանը կա, Կավալին կա։ Ես Ջորջո Արմանին էի, շատ սիրում, դաժե սուկ պայեցի։ Արմանի կեսով հայ էր, գիտես։ Ջորջ Արմանի կեսով հայ։ Շատ էի սիրում, դաժե դրել է Instagram-ից մեջ, տենց դե որ բան էր եղել, տենց դրել էի նկարը, բանը մեր ընկերը նորոն գրել է երկիչ, Ամերիկայից գրել է, հասկանում եմ դաժան բան է։ Հա։ Քեզ Ջորջո Արմանին հայը, որովհետեւ Գևորգ Արմանի։ Առանց բետակրկիր պատմություն է մնացել, առանց գլուխ գովալ, ասեմ քեզ 95 թվին Միլանում, որ ինձ չափերը վերցրեց անձամբ ինքը, կոստյում կարեց, մեքանի գույնի,
այդ կոստյումներից Կա հիմա։ 3 հատը պահել եմ։ Կա, որը կա, 3 սևը հատը կա։ պահել եմ, սև, կատնակույն, սպիտակ, в общем, այտենց մուկ կապույտ, դա քրքիր կոստյումներ կա, չես պատկերացնում, այսօր Tom Ford-ն ուզում եք նմանեցնի, Բրիտանիի բան, էլի։ Բրիտանիայի ես եթե կա ինձ կտակ, էլի։ Հենց ուզենակ մի բան գցեք ենքոն, պարոն Արզականյան, ձեր շորերը 90-ականներից հիշում եմ, սաղ ընտիր բաներ է, հենց ուզենակ է ճակնեք։ Իմ եկել շուրական խոտի վինտաժի թևուր են։ Վինտաժ բա այդ է մասը։ Ուրեմն հետա քրքիր են։ Ուրեմն մի հատ Օրինակ վինտաժ կներեք 1000 անգամ որ ընդհատում են պլաշը որ ինձ եք տալու, այդ սա վինտաժ է։ Այս պլաշը խոշ չեմ տվել, թող մի քիչ քշել։ Դուք եք Կոճակ, մի հատ կոճակ ինձ Գոնե մի հատ կոճակ որտակ կեթան ինձ թազա պիջակ կառնեմ, էլի։ Այսօր ոսկու կինը լավ հնարավոր է։ Եվ ինչ պատմություն Ջորջո Ասեմ Արմանի հետ։ Ջորջո Արմանի չէ, օրինակ Կավալի։ Կավալին հետաքրքիր էր, որ իմ այդան որ սույմ ենք այն երիտասարդ ժամանակ այդ կլուբներ բաներ ման գալու ին լրիվ տուսովկի շորերն ինքն էր կարում։ Օրինակ կլասիկը կարում էր Բրիոնին, Զիլին, կոստյումները, չէ։ Այդ մարդկանցից առանց ասել, մեկ էլ տենաս զանգում են բան ա եկե, այրոպորտից, Զվարթնոցից, շորեր ա եկե։ Ախպեր մեկ էլ տենաս տարբեր գույների պալտո է կարա, ղրգե կռնակածից պալտոն երջապ ակնի առանց հարցնել։ Բեր կարա ղրգեն մորթիո բանո։ Բա ինչ է կարել։ Ինչ է կարել։ Ես էլ միշտ սիրել, օրինակ իմը ձած գրիշներ կարում էր գյուղի ողորմածիկ ձած գրիշան։ Հարտակի պապանախ ես տենց հնարավորություն չեմ ունեցել։ Ես օրինակ քեզ ասեմ կարելը որդից է եկել իմ մոտ է ոչ թե ասա թիթիզանալու բաներ կա ուրեմն ես որ սիրել եմ փոքր ժամանակվանից ակնվել մենք շատ հարուստ չենք եղել օրինակ այն սովետականության ժամանակ բայց ոչ մի բանից հետ չենք մնացել օրինակ ես աշխատել եմ դպրոցից հետո մեքենա եմ առել օրինակ կոժից պլաշ կուրտ կամ ամեն ինչ առել եմ ունեցել այդ պլաշը կներեք երբվա է բայց էլի թող ասեմ չէ իսկական երբվա է երեկվա են ոսկե երեկվանը տարիքես չկա հա չէ 2 տարին գոնե 2 տարին պիտի լրանա էլի ուրեմն ասեմ քեզ ինչի համար եմ էսի պատմում որ սիրել եմ հագնվել ուրեմն սպորտից հետո դու չափերը փոխվում է էլի չես կարող խանութից առնես օրինակ սովորական մարդկանց պես ռազմեր հագնես օրինակ 48 ներքև 52 վերև ուզած չուզած թեվերտել այդ բոքսից հետո տուրնիկից հետո երկարանում գնում ես վիզիտին հաստանում երկարանում է բոքսից ուրեմն չէ լուրջ իսկականի չգիտեի ուրեմն ես 5-ից մինչև 9 ակրոբատիկով եմ զբաղվել գիմնաստ եմ եղել դրա համար էլ տենց երիտասարդ տեսք ունեք պարոն Արզականյան ջան 9-ից հետո նոր գնացել եմ տարան բասկետբոլ վոլեյբոլ դուրս չեկավ այդ կնդակի հետևից վազնելու ուրեմն տնանց հետո սիրեցի բոքսը ինչ եմ ուզում ասեմ այդ ոստը 44-ը դու 44 խանութից շապի կառնես ուրեմն դա մի հատ էսենց ռազմերով պետք է մարդ հագնի պատկերացնեմ դու ուզած չուզած պետք է 10 կարել թևերը վիզը որ լինի որ Բրիտանիին իր տեղը շալվարը ուրիշ ուզած չուզած տալիս ես կարել հիմա իմ շալվարը հիմա իմ շալվարը Արզականյանի համար յուբկա է էլի որտեղ կան լեն Վասկանատակ է մեկ էլ տենաս այդպես բաներ մեկ էլ բայց իսկական 90-ականներին եղել է չէ՞ այդ հոլիդեյ շալվարները էլի 90-ականներից շուտ է հոլիդեյն եղել 80-ներին է հոլիդեյն եղել ես այն ժամանակ դպրոցական ենք ունեցել ենք բայց քեզի ասեմ ես իմը այնց որ ես ունեմ 5 տղա մի աղջիկ ի տղեկիս հետ մենք շատ ենք սիրել մենման հագնվել որ ամառը որ տեղ ենք գնում մենման օրինակ ջինսեր, մայկեքը, բան, լրիվ իրար նման շատ նկարներ ունենք, որ մենման ես ու քուրս էլ մերը պրոստը ուրիշ ճար չկար, դե նույն նման նույնը նույնից էր ես սիրում էի որ տղերքիս հետ օրինակ համընկերություն եմ անում, ամեն որպես ծնող հետաքրքիր է իրանց հետ էլի երիտասարդների հետ, իրանց ընկերների հետ երեխեքի հետ կապված ծիծաղալու պատմություն չկա ճանապարհորդություններից մեր ճանապարհորդությունները մենիչի մեջ լավ հուշեր կա էլի, պետք է դու
Մանե ջան, իրաց ճանապարհորդությունները ծիծաղալու բան չկա, Լանցելու ամես համար։ Այդ ֆինային կողքից ինչ ծիծաղանք, պետք է ձգտենք հետակ մենք էլ այտենց Ագիտես ճանապարհորդենք։ Այդ ուտելու, հա։ Ես դες հյուրասիրեմ, հա, հայկական արտադրության շատ համեր, շատ համով, ահա։ շոկոյան, այո։ Բայց Բնական շոկոլադ է, Իսկապես եւ ես ուիթը որ խմեցի, իսկապես երևում է որ մեջը շաքարը ոկասես ինչ Սա է։ էլ բնական ծծովի շոկ։ շոկոլադ է։ Պահպանելով ջրի իսկական համն ու օգտակարությունը։ Ընտրեք հայկականը, ընտրեք բնականը եւ հիշեք հենց այնպես պատմությունները։ Բայց շատ համով է հենց այնպես։ Չէ՞։ Հենց այնպես չեմ ասում։ Անունն էլ է լավ, Չոկոյան։ Ազգանունն է, էլի։ Շոկոլադի շատ լավն է։ ազգանունը Չոկոյանն է, շոկոլադն էլ է հայ։ Բայց իրականում շատ լավն Այո։ էր։ Այո, բելգիական շոկոլադի նուրբ համը, հայկական վերջում կարանք տանենք, չէ՞, արտադրության։ Այո, հետո։ այո, իհարկե։ Պարոն Արձականցյան, ճանապարհորդություններից ինչ կհիշեք։ Ճանապարհորդություններից ասեմ ձեզ որ ես շատ եմ սիրել միշտ մեր երեխեքի հետ ճանապարհորդություն կատարել մանավանդ իմ դուստրի հետ, Անիիս հետ մի օրն այնց էլա որ մի օրում մենք եղանք իր հետ 4 պետություն Լավ է, Արձականցյան ջան, 4 պետություն մի օրում հա, թռիչքներով։ բանը մեր Սամալյոտներ խոսքի գնում ես առավոտ մետեղ զավտրիկ իրանում, մետեղ գնում ես աբեդ իրանում, մետեղ ուժին է Սենց բան չկա։ Վետ էր։ Ոնց որ մենք Հայկաշենից 4 գյուղ եթանք, ասենք, խոտունարխով եթանք մեմանդան, այդից է գարս ենք Փարաքարով, նորից պոեզով եթենք, չէ, այն ժամանակ դուք սաղյանք աշխատել եք։ Քերս լավ խոսքեր ունի, էլի ասում եմ։ Կա տենց են կոբրել, էլի որ չկար ասում։ Հետ եմ ասում, Արիվան բայց Գևուշի պես կոբրեն։ Իմի տենց։ Պարոն Արձականցյանը իշխան իշխում 24 տարեկանում մենակ 1500 հոգի աշխատող Քյավառում ա ունեցել, բա։ Ես 24 տարեկանում Ուրեմն ես 24-ում 2000 ունեի աշխատող Չիտա քաղաքում։ Կարով էին զբաղվում, Քյավառում էլ 500 հոգի, տենց կարով էին 3 մեն զբաղվում, աշխատում։ Հա, ու ասեմ ձեզ, ես տնտեսական ինքը ձեռք չէր տալիս, որ այն 90-ականներին որ Քյավառում աշխատեին, արտադրանքը բերեին Ռուսաստանի վաճառեին, որտեղ տրանսպորտը շատ ճանապարհը շատ թանկ էր, նստում մեր վրա։ Կարևորը ես անում էի նրա համար, իրացման տեղը կար, որ ժողովուրդը աշխատեին, այդ էր կարևորը։ Վառելիքի չկար, դիստոպլիվով էր աշխատում։ Դա ասում եմ, Քյավառ ինչ կար, 0 էլ ելնում, մինուս ելնում, կապ չուներ։ Կապ չունի։ Ընդեղի պլյուսով փակում էինք ամեն ինչ, դե պլյուսը մեծ էր։ Հա, հիմա ամենակարևորը մենք միշտ մտածել ենք մեր պետության համար, մեր ժողովրդի համար։ Դա ամենակարևորն է եղել, ասեմ ձեզ, որ ես եկել եմ առաջին նպատակն էլ 97 թվականին, որ վերադարձել եմ Հայաստան, ես սկսել եմ աշխատատեղեր ստեղծել։ Օրինակ առաջի այս պատմությունը չգիտեմ, գիտեք թե չէ, առաջի կանխիկ գումարով խոշոր խաղող գնողը ես եմ եղել 98 թվականին։ Սարո գիտես ոնց է լավ է, Շմիացինում այդ ոսկի հատ գյուղում որ ընդունեցին խաղը, քարը բերեցին, մորթեցին, խաղը ընդունեցին, շնավորեցին, բան գնացի Քյավառ ժամը 3-ին զանգեցին, ասին գործանը պայթեցրել են։ Պայթեցրել են, հա, պայթեցրել են, որտեղ այս Քյավառցինովը որ եկել աստը կանխի գումարով սկսել է ժողովրդից խաղող գնել, որտեղ վերցնում են տարիներով չէին տալի ժողովրդի գումարը, պատկերացնում ես։ Այդ որ թվին է եղել։ 98-ին, համ լաբորատորիան, համ կշերքը։ Պայթեցրին։ 8 կիլո տրատիլ էին դրել։ Կողքի բնակելի շենքի լրիվ ապակիներ, լրիվ կոտրվել, չէ՞։ Դա որ ես վախենայի, խոսքի թողի կնայի, բայց մնացիք, չէ՞։ Մենք որտե վախը որտե, պրոստը հաշվի չառած։ Ես տեսել եմ այդ Մոնակոյը։ Մոնակոնը հիշում ենք։ Դե չէ, կյանքում 90-ականներն ենք մենք տեսել, մեր հողի վրան էլ պետք է մեզ վախցնեն։ 3 անգամ 3 սաղ պատերազմներին 3 ծանրում, պետք է դրանից չեմ ուզում խոսամ 3 հատ։ Չէ, ուզում եմ ասեմ, բայց անցել եք էլի, պարոն Արձականցյան ջան։ Դա է դա։ Մանե ջան, իսկ այդ գույնից կարելի է, այո, իհարկե։ պարոն Արձականցյան։ Սարո ջան, գիտես ոնց է, եթե մարդը դժվարությունը դժվարության միջով չի անցնում, ինքը այն իսկական
կյանքի արդյունքը չի կարա գնահատի, իմանա։ Չի էլ հասկանում ինչի մասին է խոսքը։ Հա։ Բա ամեն ինչն էլ տենց է, պիտի դժվարությունով գնա, էդի նույն բանն է, որ մի բանի ֆունդամենտը, որ պինդ չի լինում, մի հատ պատ սենց դնենք երկար կգնա, թե փորած ֆունդամենտ գծած, քարի դրած, շարած բանալ։ Իհարկե։ Դա մարդ որ արժեք չունեցավ, ինքը ոչ մի բան է։ Ինչ խոսք։ Հա։ Ծիծաղալու պատմություններ եմ ուզում պատմեք, հիշեք, տրամադրությունները բարձրացնում։ Հա, տենց Գիտես, մի հատ սենց բան ասեմ, էլի ծիծաղալու, սենց մի հատ սենց հետաքրքիր մի հատ սենց մեր ժողովրդի մեջ է, մենք հումորով ժողովուրդ ենք, բայց ինչքան ասեմ ես իմ որ մտա խոսքի չեմ ուզում քաղաքականությունից խոսամ ճիշտ ասած, բայց որ ինչքան մտնում ես խոսում ես, որ տեսնում են չենք հասկանում։ Դա ավելի լավ է։ Ուրեմն տես, որ մտնում ես գնում ես առաջ, չէ, տեսնում ես քո համար ավելի շատ են մարդիկ գովաբանություն անում, խոսում, ասում ես անում, դրանից հետո ման են գալում քևերամ այդ հարուստ բարբարի վրան, մեր տարի վրան բարեր ավելացնեն ու սենց հումորային ընթացք տան։ Գիտես, մենք սիրում ենք հումորը, բայց մի ասեմ ժողովուրդ ջան, ես հումորը ես էլ եմ սիրում, բայց մենք լրջությունի մեջ մեծ լրջություն ենք տեսնում, ընթացք ենք տալիս։ Բայց հումորի մեջ հումոր ենք տեսնում, բայց շատ մարդիկ գիտեն իսկապես ին արզման արձականցյանը խոսալ չգիտի, արձականցյանը սենց ասում, նենց ասում, որ ես խոսալ չգիտեմ, դու խոսալ գիտեք, դու իմ կյանքի կեսը տեսել եք։ Չէ, բայց պետք է ասես արձականցյան ջան, որ ես խոսալ չգիտեմ, այսքան բանի հոդու չես ասա, ես եմ խոսածը որ ասե։ Դե ինչ ասեմ, ես դա ասելու չունեմ։ Բայց ինչքան մարդ կուզենար ձերպես ճակերտավոր խոսալ չիմանար, չէ։ Օրինակ, ես օրինակ կուզենայի։ Ես էլ Ամանից ընկերս եկել է, չէ, թագավորական ընտանիքից է։ Ընկերը։ Հա, ստեղ է, հիմա Երևանում։ բարև անունը ինչա, բարև ենք։ Պրինցը, չէ։ Պրինց։ Հալելա, ավազա։ Ոբշեմ, Պրինցա։ ուրեմն չես պատկերացնում։ Մեկ քանի մետր քայլում են, գալիս են, ինքը զարմացած է, գալու են, խնդրում են նկարվենք, խոսենք, Մանեն լավ չէ։ Մանե, պատկերացնես, մարդը զարմացած է։ Չես բարև ես Պրինցա։ Ինչ տարիքի է։ 36։ Կողմ մեր հարևան Զինային է։ Անես լավ աղջիկ է, մի $2000 վրան գործ կա, կանեմ կտամ ես։ Շատ ըմբալու։ Հետո, հա, ինչի համար է եկել։ Հայաստանը տեսնի։ Ուղղակի, հա։ Առաջի անգամ աստ է։ Հա, բայց գոհ է։ Եկանել ես։ Օմանը, ասեմ քեզ, արաբական երկրների միջից ոնց որ Շվեյցարիան է Եվրոպայում, ամենանեյտրալ երկիրն, պետությունն է։ Նեյտրալը ամեն ինչից, ինքը չի խառնում ոչ մի բաների մեջ։ Մտել էի։ Խփերեն են նավին են խփել։ Նավն Բայց հիմա հանգիստ է, ինչ են Հիմա հա։ Դուք էլ Դուբայի եք, չէ՞ մնացել։ Դուբայից հետո գնացի Օման, այդ ընկերս դիմավորեց 600 կիլոմետր գնացել ենք։ Տարե տեղավորել է, հետո მე 2-3 օր հետո այդ ինքնաթիռը որ եկավ, դրանով ճանապարհ դրեց։ Այդ Իրանն է, իր ինքնաթիռները, է։ Չէ, իր ինքնաթիռը չթողեցին, իր ինքնաթիռը կա։ Ես բանով եկա, մեր հայկական ավտոբուսով։ Բարբարի հետ կապված պատմություններ չկան։ Գիտես, մեր բարբարը, որ ասեմ, մեր բարբարը, որ ճիշտ ասած, որ ես 18 թվականի 19-ից որ գնացել եմ բանակ, բանակից հետո որ մնացել եմ ես այնտեղ սովորել եմ, ավարտել եմ, աշխատել եմ, իմ մեջ միշտ մնացել է մեր քավերի բարբարը, որ գալիս ենք այստեղ խոսում ենք բան, հետո 2003 թվականի մտա խորհրդարան, իմ հայրենը եղել է իմ ծննդավայրի իսկական ասում մեր մայրենի լեզուն, մեր մայրենի քավերա լեզուն, մեր բարբարով։ Օրինակ մենք հարուստ ենք դրանով, հասկանում եք, շատերը հումոր են դրա վրա անում, առանց հասկանալ։ Եթե պրոստը ասում է, արեք 10-13 կվճարեմ, կպահեմ քավերում, տեղավորեմ այդ լրագրողներին, էլի, որ ճիշտ հարցեր տան։ Բայց արեք, տենց ակցիա արեք։ Ասել եմ, տենց ակցիա արեք։ Հա, բայց ինչ ջիգարով հավեսով լեզու է։ Բավանց։ Երևի այերին որ ավելի կլորոտ են ասում։ Չէ, տես չէ։ Օրինակ Սարուխանում, օրինակ տարբեր համայնքներ տարբեր, օրինակ Սարուխանում տարբեր ձև են ասում, չէ, խոսում։ Օրինակ բաներ կա որ գնում էի ասում են ես չէի հասկանում։ Չէի հասկանում։ Օրինակ մենք մոտ օրինակ Երևանում հացը, քավերում հացը խացա։
Հավը ծեր մոտ հավա, մեր մոտ խավա։ Դա հասկանում ես։ Արի բացատրեմ, որ դի խավա, աղջի։ Բայց խավը, խացը մենք էլ էլի։ հասկանում ես։ Մի հատ երեխա բա իրական բան էլ երեխուն ընդունում են երաշտական դպրոց, խեղճ երեխին դե բան նորա տենց մի ձևի զանգ ընդունվել է, բան։ Ասում են Արմինե ջան կանգնի, ոնց որ տենց էլ լավ չեմ հիշում, ելնում կանգնում ասում երաշտական դպրոցում Բալիկ ջան, ով է եղել Սայաթնովան։ Մտածում եմ ինչ պատասխանի, առաջի օրն է եկել է, միսես մտածում եմ ինչ պատասխան, Սայաթնովան թակ տղա է իլե։ Թակ տղա է իլե ասում եմ։ Բա։ Դե ինչ ասեմ, մենք պետք է միշտ մենք մեր բոլոր բարբարներով տարբեր համայնքների, տարբեր մարզերի Չգիտեմ, գիտեք ինչ էի ասում, պատմություն, որ ինչ-որ բան ասած լինեք, օրինակ չհասկանան, ուրիշ ձև հասկանան, բարբարով ուրիշ բան նշանակի, բայց նույն ոնց է խաց։ Հա, կամ հավը, խավը, օրինակ գիտես չէ, մեր կողմի ժողովուրդը անգլերեն խոսալուց вообще акցենտ չի ունեն այդ այերը, խոսքի special, որտե վա, sense բաներ ունեն, վա։ Տրիներ ունեինք, Սիմոն էր անունը, որ գնում ենք բան, ինչի տրիներ էր։ Բոքսի տրիներից։ Ուրեմն գնում ենք մրցումի, ուզում ասա անգլերեն է խոսում, էլի բան, գորգռոցը դնում է փողը քեթել մայթ։ Անացած քեթել դուս պոեզի վարդուս ասել։ Քեթել ասма, քեզ քեցի էլի, քեզ քեթել։ Քեթել մայթ, քեզ անգլերեն акցենտ էր տալու, մենես շատ հումորով մարդ էր ինքը շատ։ Դուք մասնագիտությամբ անասնաբույժ։ Այ, հետաքրքիր մասնագիտություն ունեք։ Բայց իմացաք, բայց դրա պատմությունը գիտեք, ես մաշկի խնդիր ունեմ։ Չէ։ Չէ, որ ինչ համար գնացի ես անասնաբույժ սովորեցի։ Ես մի տետև մաշկի խնդիր ունեմ, որ Արզականցյան ասեց, բա ես բժիշկ եմ։ Անասնաբույժ է։ Արզականցյանը ու ինձ բուժում էր։ Նորի մացար, որ անասնաբույժ է, բայց Արզականցյան ջան, դու անասնաբույժ ես, ինձ ինչ բուժ ես։ Ես հետո բժշկական եմ սովորել, ուրիշ բան։ բայց ես քեզ ասեմ անասնաբույժն ավելի շատ է հասկանում, քան քո ասած մարդը բժիշկ է։ Օրինակ անասունը քեզի ոնց կարա գա, ասա փորս ցավում է։ Դու պետք է ինքան այդ սիմպտոմները պաթոլոգիայից հասկանաս, որ իմանաս այս սրա դիագնոզն ինչ է, իս դեպ բուժես։ Օրինակ բանը, որ յոնջեն, որ ուտում ուռում էին։ Ես էլ եմ անասունների հետ եկա շփվել։ Բա ինչ եմ արել, անմիջապես։ Չկան պատմությունների տարիների։ Դες ինչ ենք անում, ծակում ենք, բայց Արզականցյան ջան, դա ճիշտ էր, ծակում ենք դանակով։ Դանակով չէ լավ։ Դանակով չէ, ինչ որ բան կար, ծակում ենք, փսկում էր, լուրջ, հենա հարցրեք։ Հա։ Յոնջեն, որ առավոտ շուտ այդ շաղը վրան ուտում է, ուռում է։ Գազեր է ալնում, մենք ոնց են գազեր ալնում, մենք չենք, ես չնայած մի օր փորձելու եմ, լե ծակենք դենակում ես։ Բայց քեզ ասեմ, հետաքրքիր պատմություն է, ինչ համար ես գնացի անասնաբույժ սովորեցի, հետո ինչ համար գնացի բժիշկ սովորեցի։ Ուրեմն մենք փոքր ժամանակ ես 16 տարեկանի, աղբերից 14 գնամ մենք սարերը բանը քար ենք գցում, եւ ախտը դες տրինաժոր բաներ դες չկա։ Մեր ամենաիսկական պարապմունքն է մաքրոթի։ Դոշից հրում էր, վերցում գցում տարբեր տեղ։ Ուրեմն պատես պապ մեկ էլ տեսնենք որսորդները մեզանից մի քիչ հեռու լոր են խփում։ Որսինան ու աղբորս ասում եմ տես Գարիկ ջան, աղբորս հիմա կենթանի չէ 1000 հանգիստ իրան, աղբորս ձուդո էր պարապում, ես բոքս, իրար հետ միշտ սարերն ենք էլի, պարապում ենք, վազում ենք ոտապոպիկ, ու ասում նայած ինչ լավ, մեծ արծիվ է, մեծ արծիվը մեկ էլ տեսանք արծիվ ընգավ, տեսանք խփեցին ես որսորդները, լորի փոխարեն, մացել են մեծ լորա, հա ուրեմ Սորո ջան տես, անենց արծիվը խիղ խփե գնացինք ասում ենք, ձեզ խիղ խփե Կապում ենք զլի կապոտի վրա, կանան քևեր տինան, որ լավ գեղեցիկ արծիվ ենք խփե, թևը վիրավոր է, անենց ուժեղ կենթանի էր, որ դուխով կենթանի արծիվ, ուզում ես մոտիկանոս վիրավոր հալով, սենց չանչով, կտուցով խփում, որ չմոտիկանաս, ուրեմ դրա դուխը էլի, տենց ուժեղ վիրավոր, հզոր թրջուն է էլի, ուրեմ ասում ենք տվեք մեզ,
մեր Մայթովենյան մեր տնից անասնաբուժարան էր։ Տանենք ձեզ պարքևի հետ խոսանք բուժա։ Ուրեմն լուրջ եմ ասում, չեն տալիս։ Մի քարերը վերցրել ենք հարցակվեր ենք դրանց ավտոյի վրա, ասում կը ջարդեն կապակիներն էս կանենք ենքան, բում տղենեք պապը տովա, հերը տովա, մինչև ասեցինք նոր հասկացան։ Մինչև ասեցինք նոր հասկացան, որ պետք է իսկականից տան մեզ հետ։ Արծիվը մեծ արծիվ էր։ Բուժեց։ Այսպես վերցրեցինք տալ 47 օր բուժել ենք Սորոջան, բաց ենք թողել։ Դրանից հետո մտավ մեջս, անասնաբուժ դառնա։ Բայց դա հետաքրքիր է, ես լուրջ եմ ասում։ Հա, դրանից հետո։ Կներեք իսկ կողմից։ Ապեր անասնաբուժը բուժում է թռչունների։ Խոշոր երգրավորների, մանր հասկանում ես։ Կենթանիների կողմից բան չէ։ Ման է քեզ խնդում։ Դու արծիվին պետք է ատամիտ բժիշկ կա բուժը։ Անասնաբուժը բուժում են գեր ջան։ Ուսում եմ ջոկի։ Արծիվ անասուն։ Իրան խարծը կարող անասունել կա դրանց մեջը։ Ես դե որ իմանայի որ գիտեի Սինգապուրն։ Ասիլը գիշատուշների դասին է պատկանում։ Այ գիտեմ Արձականյան ջան, չէ խափում եմ չգիտեմ։ Բայց ինքը չէ աշխատել։ Որ իմանաս։ Աստված։ Ինչա։ Հասցրել եք բուժել կենթանիներ աշխատել։ Հա, բա ոնց աշխատել եմ, պրակտիկայ եմ գնացել, մեր սովխոզուն էինք խոշոր։ Սարերն եմ մնացել։ Մեծ պրակտիկա եմ անցել։ Դրա համար ես որ գալիս էին մեր լրագրողները հարցեր էին տալիս։ Ես իրանց ասում էի գնացեք ձեր կոլեգիայի հետ ամեն ինչը ճշտեք, իմ հետ մի ճշտեք, իմ հետ կարակ կոնսուլտացիայի գաք, եթե կարիք ունենաք։ Հասկանում ես, կոպիտ հարցեր որ տալիս էին։ Մի հատ լավ ընկեր ունենք, ասեց ֆերմա ունեմ։ Պի առավոտ գաս գնանք, ասեց պիտի ես քեզ ցույց տամ։ Արձականյան ջան, գնացինք Դիլի ջան։ Ես էլ չեմ քնել, մի ձև sense ասում եմ ամոթ հայելի դե մարդը տեղա հրավիրել։ Հիմի առավոտ 8-ից էս կովիկը ասեց, էս կովիկը բերել ենք այս կովը Հնդկաստանից էս կովիկը բան, ցուրտ, ստեղից ձուն, ես դողում եմ կովիկը ասինգեր։ Ես այդ կովերի մոտից եմ մեկ էս դե հազիվ եմ պրծել։ Ես ինձ բերեմ մցրել էս կովիկների մեջ։ Հեր գնանք ստեղից հաշեմ, էս կովիկա, աղբեր ջան ասում ես այդ կովերի մոտից հազիվ եմ պրծել եկել Երևան։ Բայց Հայկաշենի կովերը ավելի լավն է, Հայկաշենի կովերը դա շատ կրթված է։ Դա գյուղատնտեսությունը զարգացնելը ված չի։ Մարդը բնության պտուղ է, բնության հետ դե շատ շփվի։ Հետո որ տարբեր երկրների կուլտուրայի հետ է շփվում ու ուսումնասիրում ես, ավելի է դուրդ գալիս է, ինչ ասեմ ես օրինակ տայգաներում մեր ժամանակ եմ շատ ժամանակ եմ անցկացրել ուսանող ժամանակ Զաբայկալիայում, տայգաներում, Սիբիր, ուրեմն շատ երկրներ եմ եղել, շատ, չես պատկերացնում ու հիմա ասեմ ձեզ, ամենակարևորը որ ուր էլ գնաս, ուր էլ մնաս ասում եմ, իսկապես ամենահարազատը ես սիրում եմ մեր քևերի սարերը, որը սարերը Իսկ ոնց որ ես Քյավառում եք ապրում։ Ես շաբաթ կիրակիները աշխատում եմ Քևառում անցկացնում։ Պարոն Արձականյանից խոսք ա տվել, մի անգամ տանի հետ է իրա։ Այն Ալտայի բաներ այդ մեծ աչքով այնտեղ ժամանակ կար անցկացնեն։ Այնտեղ ամեն ինչ Պարոն Արձականյան, այդքան ճանապարհորդում եք տարբեր էլի Հնդկաստան։ Կներեք ես ինչ համա։ Էս Սալորա, էս Սալորից։ Չբացա։ Բացի լավ ավիր ենք էլի մեկը։ Իսկապես կարանք ասենք մեր արտադրողներին։ Բայց իսկականից մեկ շատ լավն է։ Հա, շատ լավն են իսկականից։ Մի հատ ասեք, էլի։ Բայց իրականում Պարոն Արձականյան կարա առանց շաքարել։ Չէ, արդեն զգացվում։ Ինքը իր հենց ֆրուկտի բանը, քաղցրությունն արդեն հերիք ա որ ինքը։ Հա, շատ առանց։ Չէ, խոսեցինք հանա կարեցինք, բայց ինքը Չէ, դե իմի լավ։ Ես իմ ձեռով, պարոն Արձականյան ջան, ես եմ թխել։ Շնորհակալություն։ Իմ խաթր մի։ Հիշեք էլի պատմությունները։ Հիշում ենք էլի դե։
Սա պատմեցինք, մանեջ, Հա, խաղեր խաղան։ գաղտնիքներն էլ ենք արդեն Խաղերը պատմել։ խաղան։ Ինչ խաղ ասեք։ Լիքը խաղ եմ պատրաստել ձեզ համար։ Ուղղակի պատմություններն էի ուզում շատ ավելի։ Դա պատմությունների հետ որ ընկնենք մինչև առավոտ չեն վերջացել։ Եթե հիշեք ինչ որ տենց էպիկ խնդալու բան։ Եթե ժամանակ ունի, Անցնենք առաջ ու խաղանք թե-թե։ Давайте Հիմա խաղալու ենք թե-թե, բայց մինչ այդ հիշեցնեմ, որ հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Glovo ընկերությունը։ Հենց հիմա ներբեռնեք Glovo եւ պատվիրեք քաղաքի լավագույն ռեստորաններից համեղ ուտեստներ ու ստացեք րոպեներ անց։ Իսկ եթե օգտագործեք հենց այնպես պրոմո կոդը կստանաք 1000 դրամ զեղչ առաջին պատվերի ժամանակ։ Ներբեռնիր Glovo, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Պարոն Արզականցյան, նրանցից ում հետ կմարզվեիք մարզասրահում։ Գոր Վարդանյան թե Արտաշ Ասատրյան։ Գոր Վարդանյան կարատիստ։ Հա։ Դերասան։ Հա, Դերասան կարատեի։ Հա, իսկ երկրորդը Արտաշ Ասատրյան։ գորը սպորտսմեն է։ Ահա։ Գոր Վարդանյան թե Սուպեր Սակո։ Չէ, դա սպորտի համար Գոր Վարդանյանն է, Սուպեր Սակոին հարգում ենք, ինքը լավ երգիչ է, մեր ընկերն է։ Սպորտ եք ուզում։ Սպարսակոյի։ Սպորտի անուններ կտամ։ Գոր Վարդանյան թե Մալխաս Ամոյան։ Մալխաս Ամոյան։ Մալխաս Ամոյան թե Արսեն Հարությունյան։ Ըմբիշ։ Մալխաս Ամոյան։ Մալխաս թե Վիկ Դարչինյան։ Վիկ Դարչինյան։ Վիկ Դարչինյան թե Միրան Հարությունյան։ Դա Վիկ Դարչինյան ասեցի։ Վիկ Դարչինյան թե Արտուր Ալեքսանյան։ Չէ, դա Վիկ Դարչինյանը բոքսուր է, ես էլ բոքսի հետ եմ սիրում, Արտուր Ալեքսանյանն էլ շատ սիրում հարգում եմ, լավ հարազատն է։ Վիկ Դարչինյան թե Արման Ծառուկյան։ Դա Արման Ծառուկյանն էլ էլի մտերիմս է, բայց ասեմ ձեզ որպես բոքսոր Վիկ Դարչինյանը իմ համար Լավ, վերջին հարցը։ մեծատարով ինքը բրսկամարտիկ է։ Լեգենդար մարդ։ Վիկ Դարչինյան թե Արտուր Աբրահամ։ Արտուր Աբրահամը իմ էլի նույն հարազատ ընկերա քեզ ասեմ, Արտուր Աբրահամ։ Արտուր Աբրահամը հաղթեց։ Սարո, հիշում ես նախորդ անգամ երբ այստեղ էիր, գումար էիր խնդրում այլ երգիչներից։ Ես։ Այս խաղի մեջ էլի, չէ դու։ Հիմա ենթադրենք շահել ես $1 միլիոն։ Ու պետք է կեսը Հարամալներ այդ $1 միլիոն այնքան ասին։ Ու պետք է կեսը Պրծել է այդ փողը վաղուց վերջացել։ Դրա համար ասում ենթադրենք նորից շահել ես $1 միլիոն ու կեսը պետք է տաս նրանցից մեկին ում կտաս։ Թաթուլ թե Սպիտակսի Հայկո։ Կիսեմ։ Մեկին է։ Թաթուլին կտամ Հայկոն ունի էլի, շատ ունի։ Լավ ասա։ Թաթուլ թե Դումիկյան։ Ախր ինձ հարցեր կտաս։ Ես ու Դումիկյանը կընտրեինք Թաթուլին հաստատ։ Թաթուլ թե Արամև։ Թաթուլ։ Թաթուլ։ Ասեմ խի, բայց։ Ասա։ Արամեն էլ կընտրեր Թաթուլին։ Լավ։ Թաթուլ թե Ռազմիկ Ամյան։ Թաթուլ։ Դե որ տենց է։ Թաթուլ թե Մարտին Մկրտչյան։ Թաթուլ։ Վայ։ Միանշանակ սաղ Թաթուլ, դե գնաց։ Թաթուլ թե Ռաֆայել Երանոսյան։ Ռաֆայել Երանոսյան։ Եվ վերջին հարցը Ռաֆայել Երանոսյան թե Ավետ Բարսեղյան։ Ռաֆայել Բարսեղյան։ Ռաֆայել Բարսեղյան։ Ռաֆետ։ Ռաֆետ։ Չես ընտրում մեկին։ Դե Ավետ Բարսեղյան միանշանակ ես քան դուխ ունեմ ասեմ։ Ավետ Բարսեղյանը հաղթեց, անցնում ենք Ռաֆան առաջ։ իմ ընկերն է, չի նեղանա, բայց Ավետ ես հավես ունեմ։ Անցնում ենք առաջ ու խաղում ենք գուշակի ռովեմ։
Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, եւ այս անգամ Արարատ բանկը ունի հրաշալի առաջարկ։ Արարատ բանկը տրամադրում է մինչև 5 միլիոն դրամ սահմանաչափով սպառողական վարկ այլ ֆինանսական կազմակերպություններում գործող սպառողական վարկերի եւ վարկային գծերի միավորման եւ տեղափոխման նպատակով։ Կարող եք նաեւ ստանալ 1 միլիոն դրամի չափով հավելյալ ֆինանսավորում։ Իմացեք ավելին զանգահարելով 010 59 23 23 հեռախոսահամարով կամ գրելով հաղորդագրություններ Արարատ բանկի Instagram-յան կամ Facebook-յան էջերին։ Հղումը կարող եք գտնել նկարագրությունում։ Հա։ Սկսեք, պարոն Արձականյան։ Դուք հարցնում եք ովա ձեր գլխին։ Երկիչ։ Չէ, вообще չէ։ Դերասան։ Այո։ Հայ։ Չէ։ Հայ չէ։ Չէ, բայց Կին։ հա, չէ։ Բրեդ Պիտ։ Չէ։ Ռոբերտո Դենիրո։ Մի հատ հուշում կարալ էլի, որ ասենք ինչ ժանրի գոն է, որտեվ արտասահմանյան բան է, էլի։ Կրիվարա, հուշիլով։ Հումորային աշխարհահռչակ դերասան է։ Աշխարհահռչակ դերասանը կամ անգլիացի պետք է լինի։ Հա։ Բենիխիլ։ Հա։ ոնց է Բեյով չէ։ Բենիխիլ։ Ինչ է դրան։ Բեյով չէ, ինչ է։ Բայց եթե պարոն Արզականյանը գուշակեց ես եմ կրվում։ Լասա, Բելիխիլ է ինչ է։ Այն բոյովնա թե չաղնա։ Այն բոյով, հա։ Չգիտեմ բոյով, հա։ Էսի բոյով չի։ Էսի բոյով չէ։ Բելիխիլին ասում ինչ ասում։ Այդ չաղնա։ Չեմ կարող ասեմ, չէ։ Ուրեմն է։ Չէ, անունը հաստատ գիտեք դուք իրա։ Հա։ Բայց Բելիխիլը ով է։ Չգիտեմ, հիմա նայեմ։ Լականեսան։ Բիլի ինչ։ Բելիխիլ։ Կարող է ես իմ սխալ եմ ասում։ Չէ։ Ինձ թվում է պարոն Արզականյան հենց իր հետ է։ Ես չեմ հուշը, ես ինչ եմ հուշը։ Իմի կենթանի չի։ Կենթանի է։ Կենթանի է։ Ահա։ Չէ, մորոմ ասածս չէ։ Մա։ Մեկ հարց։ Ահա։ Մի հատ հարց մնաց։ Բայց շատ լավ եք գտել։ Մի բան ասեմ, հիմա ինչա ուզում անի պարոն Արզականյանը, հագնոցներից շուշի մեջ Զգացում նայեմ։ Դրա համար ես պետք է գլուխս sense բաներ անեմ։ Ճիշտ ասած ես չեմ կարում ասեմ։ Դե ուրեմն պարոն Արզականյանը 1980 կրվեց այս մի հարցում, կրվի հարց չի, խաղա հիմա։ Նայեք։ Ռեսս բան է, ասեցի բոյով այս երկու դեմս կինո նկարահանվե։ Դե Ասեցի բոյով ասես կարճ, ես շատ բոյով է։ Համար 2 մետր ախպեր։ Հա։ Հա, բա ինչա։ Հա իմ դեմը կինո նկարահանվե Փարիզի փողոցում։ Բայց անունը Բելիխիլ է ասել։ Չէ, ես ինչ էր ասում, բեյով չէ։ Միստր Բին։ Միստր Բին, դա հետ։ Հիմա ես կրվա, բայց չի ասել։ Միստր Բին։ Հա, բայց բան անունը չի հնչել։ Մեր դեմը կինո խանայից, ողջ ջան։ Բայց Էսի բոյով է շատ բոյ։ Իմ ինտերնետով դե բոյը քանիս է։ Լուրջ եմ ասում։ Հələ մա տետա քրքիրա տես։ Իմ համար ինքը սաղկյան կոլոտ Դու չի այդ ցավը տոնեմ, եկե բոյով միար բոյովի տիպա։ Հա, Միստր Բինը լեշ կամա։ 91 181։ Լավ, բոյով 190 չասեցի։ Ես գիտեմ այսքան 190 է դե ես ասեցի 190։ Ոնց էր դες։ Բա։ Հիմա պարոն Արզականյանը ես գուշի։ Բայց չգուշակ Դե իմ ասեցի բոյով ասի քանեցի դուս իրան ցուցակից։ Միստր Բին։ Արզականյան ջան, բոյովը գուշակել չի էլ ինձ թվում։ Բայց բեյով ասում եմ Ես համաձայն եմ կրվեմ, բայց դες չի։ Չէ, լավ, այախ պետք է բռնից կորչցրի իրարի։ Կորչեցին։ Ես այդ մարդու ձեր դեմը կինո է նկարվել, բայց ես մենակ բանա պետեկայով տելևիզորում եմ տեսել այդ մարդուն փոքր ժամանակ խփում ենք էկրանը հազիվ բացում էր։ լավ դու հարցեր, հետո կհասկանաք։ Երկիչ, հա։ Չէ։ Ինչ-որ քաղաքական գործիչ։ Ոչ, Նկարիչ, ոչ։ Ինչ նկարիչ պիտի պարի։ սպորտսմեն, Խա։ Այո։ բանա, բոքսեր, հա։ Չէ։
Քանի հատ հարց մնաց։ 5 Բարբիստա։ Այո։ Արտուր Ալեքսանյան։ Ոչ։ Արման Ծառուկյան։ Խայա։ Գնաց։ Այո, հաղթեցի։ Շացրեցինք, Ես նոր փուլ եմ նաև հորինել ձեզ համար։ Մեր հաղորդման գործընկերն է Step by Step Group-ը, որը միավորում է մի շարք բարձրակարգ շինարարական նախագծեր։ Նրանց նախագծերից է Շուշի Palace-ը և Step Construction-ը։ Ընկերության նպատակն է հաճախորդին հանձնել պատրաստ, մտածված և բարձրորակ վերջնական արդյունք առանց ավելորդ հոգսերի։ Իրականացնում է առանձնատների, բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, ինչպես նաև բնակելի, հասարակական և արտադրական նշանակության տարածքների շինարարական աշխատանքներ։ Որակավորված ճարտարապետներն ու դիզայներներն ապահովում են ինժեներական հուսալիություն, ինչպես նաև յուրօրինակ ներքին, արտաքին և լանդշաֆտային դիզայն։ Ընկերության նպատակն է հաճախորդին հանձնել պատրաստ, մտածված և բարձրորակ վերջնական արդյունք առանց ավելորդ հոգսերի։ Քայլ առ քայլ դեպի հուսալիություն, step by step։ Շարունակում եք նախադասությունը։ Ամենաշատը ես վախենում եմ Կատվից։ Դավաճանից։ Ես ամենաշատը նյարդայնանում եմ երբ Ինչ չեն հասկանում։ Որ սեղանի վրա եղունգով խազեր են անում։ ամենամեծ սուտը, որ մարդիկ հավատում են իմ մասին Որ մենք գիտենք ճիշտը։ Ամենասուտը ինչ կրկնեք հարցը։ ամենամեծ սուտը, որ մարդիկ հավատում են քո մասին Որ ես չգիտեմ ճիշտը։ Հա։ Ասեմ։ Մարդիկ կզարմանան, եթե իմանան, որ ես Ինչ ձևի մարդ եմ։ Մարդիկ կզարմանան, երբ իմանան, ես Ինչ լավ ռուսերեն եմ խոսում։ Ես ինչ լավ ռուսերեն եմ խոսում։ Դա հաջորդ հարցի ռուսերեն կպատասխանեմ։ Конечно։ Եթե ես մեկ օր անտեսանելի դառնայի, ես Կմտածեի մենակ իմ մասին։ Ես կգնայի պլաստիկ վիրահատություն։ Ամենավատ խորհուրդը, որ ես տվել եմ։ Ճիշտը ներկայացնելը։ Ոնց չհասկացա։ Ճիշտը մարդու երեսին ասելը։ Հա, չէ, ամենավատ խորհուրդը, որ ես Խորհուրդը, որ ամենավատ խորհուրդը տվել եմ։ Ամենավատ խորհուրդը տվել եմ։ դու եր մտածի։ Ես մտածում եմ արդեն, այնքան ունեմ տես բաներ։ Ամենավատ խորհուրդը։ Վատ խորհուրդը ես չեմ տալիս, չգիտեմ։ Ես տվել եմ հարցը։ Ասա, ամենավատ խորհուրդը, որ ես տվել եմ։ Որ գրի ժամանակ ացետոն լցնել գետի մեջ։ Ում ես արել։ Ընկերոջ։ Արել են հիմա չկա էս մի բանը։ Մի հատ պատմություն պիտի պատմեր է դու ավետին։ Հա։ Սպասի վերջում պատմիր։ Եթե իմ կյանքը ֆիլմ լիներ, վերնագիրը կլիներ Իմ կյանքի ճանապարհը։ Եթե իմ կյանքը ֆիլմ լիներ, վերնագիրը կլիներ Ախրնես բովանդակալից պատասխան տվես պարոն Արզաքանյանը, հիմա իմ ուղը Որտեվ գիտես գիտենց ասեցի, ես հիմա գիրք եմ գրում, պետք է կինո անեմ։ Դրա համար ասեցի։ Ես կարամ խաղամ այդ կինոյի մեջ, ձեր մասին, հա, պարոն Արզաքանյան։ Այն կռիվի պահերը ինձ տվեք, էլի որ տեսնեմ Մոնակո։ Ճիշտն ասած, հիմա գլխիս մեջ է երկու դերասան կան,
Իմի իրանց հետ պետք է բանակցեմ ես։ Ես պատկերացնում եմ մեկ ելնելու երևի J-Lo-ն։ Ո՞վ։ Հայ թե ոչ։ Չէ, Չէ։ բրիտանացի է։ Ով է, աղջիկը լինելու է մեջը։ Աղջիկ։ Կին էլի։ Դա կլինի ոչ չի։ Այն ձնանցած ճամփին օրինակ որ ամուսնացած չեք եղել, հրաշալի պատմություններ կօրինակ էլ ինձ որպես դերասան ընդգրկե գոնե խաղամ այդ փուլը։ Լավ, եթե ես կինո ինչ լիներ։ Եթե քո կյանքը ֆիլմ լիներ, վերնագիրը կլիներ։ Կլիներ չգիտեմ։ Չասեմ ես ինչ ասեմ։ Ինչ լիներ վերնագիրը։ Թախծոտ բան վտիներ, ու ախր այդտեղ ուրախ բան չկա իմ կյանքի մեջ, որ ես հիմա հիշեմ ինչ լիներ։ Ինչի լավ էլ երգում ես ուրախացել մեր ժողովրդին։ Երգերը դե հա։ Միլիոներ из трущоб։ Հա։ Միլիոնի բանա Любовь и наказание։ Եթե ես ունենայի սուպերուժ, որ սուպերուժը կընտրեիք։ Սուպեր ուժ։ Որ ուղղությամբ։ Օրինակ անտեսանելի դառնալ, թռնել, իրեր շարժել, ժամանակը հետ տալ, ժամանակը առաջ տալ, ժամանակը կանգնացնել։ Հա։ Սուպեր ուժ ունենայի, հենց կանեի։ Արևմտյան Հայաստանը վերադարձնեի, Արցախն էլ հետը։ Ես որ սուպեր ուժ ունենայի, ժամանակը հետ կտայի, որ ջիմին սատկած չլներ իմ շունս։ Ծրտիս ազդել է, էլի։ Հա, երբ հասած կե։ 25 տարի առաջ։ Пусть пуха живет на небесе։ Դու ասա, հաջորդ հարցը։ Եթե ես չլինեի իմ ոլորտում, ես կլինեի Մենակ բիզնես ոլորտը։ Չէ, ձեր ոլորտն է։ Հա։ Եթե բիզնեսում ու քաղաքականության մեջ չլինեիք, կլինեիք որ ոլորտում։ Դե բժշկականը կա։ Հա, իսկապես բժշկության մեջ կլինեի։ Սարդու։ Եթե ես չլինեի այս ոլորտում, ես ինձ ավելի պատկերացնում էի այո բժշկության մեջ, բայց ավելի այտենց բան էլի։ Պլաստիկ երևի։ Չէ, գինեկոլոգիա։ Գինեկոլոգիա, գոտունա շիքվի։ Աշկի բժիշկ պետք է լաստուրը։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա։ Step by step group։ Ուրեմն շատ շուտ տարիներ առաջ, երբ որ ստեղ էինք Արտուր Գրիգորիչի մոտ, ավետը դե այստեղ ես չեմ սիրում այդպես բաներ խոսալ, բայց ասեմ մնալու տեղ չկար։ Գրիգորիչից տունն էի մնում մի օր։ Մանենք իրանց սենյակից դուրս էին եկել, որ ես ապրեի այդտեղ։ Բասարո ջան, բա։ Մի խոսքով ավետը մեկ-մեկ ասում էր, արի գնանք մեր տունը մնանք։ Ավետնից տունն եմ ուրեմն մնացել, պարոն Արզականյան։ Դե ավետն էլ առավոտների հելնում, լողանում, դե ինչ մեր գյուղում թեշտից հետո միակ լավ լողանալու բանը որ եղել է, բան ենք ունեցել։ Լողանալը հերիք չի մի երկու ժամ սես քսում, եսի մինչերա քսում, սես ժելեն սես տալիս է, սես ես կանգնում նայում եմ, մեր ինչը կլասիկ լողանում հագնվար դուրս եկալ։ Մի օր շուտ դուրս է եկել, ասի մտնեմ տենամ ես ինչ էր անում ստեղ, էլ ես 7 ժամ քսում, ասում, բաս ես նայում եմ, սենց աղմուկ աղաղակա իմ համար այդ սաղ այդ ձյուպիկները, չգիտեմ որ ինչ էլի, հիմա անում եմ, բայց ասեմ քեզ։ Վերջը։ Մեծ է սպիտակ բան գտած է դրած, թրաշվել է, ոնց է շուշա թրաշը տվել է, վեկալեցի, պարոն Արզականյան ջան, սենց քսի, սենց ես էլ իրապես օրի, սենց լավ սպիտակով սենց դեմքս ու հելա տենց հագնվա դուրս եկա, զանգ եկավ հեռախոսից, վերցրեցի որ խոսամ, ուզում եմ ասեի ալյո, սենց մոտարպես մեր քյավառի բարբառը եղավ, օլյո ասեցի, սենց օլյո, որտեղ չի բացվում բերանս, ու սենց են խոսում, էլ ասեմ օլյո, ման, ասում ես ինչ եղավ, կաղո ես իմ ինչ էր, սենց տրակավ դեմքս ինչ եղավ, նայում եմ նորմալ սենց ձիգ, ու զանգում եմ, ասեմ ավետ էսի, ու սենց մի ձև բացած եմ, ես ինչ եմ կսեմ,
ասեց որն է սկսել, բացատրի ցույց տվի, դու մի ասա սպիտակ կոշիկի վաքսն եմ սկսել դեմքիս։ Սարելա դեմքիս վրա։ Էդի ջարդվում ա թոշը, սկսես խփում ես ոնց որ երկա թլի, սենց ձիգս ես մումիայի պես ես։ Ոչ մտամ միտեղ ուզում եմ սենց լվում եմ փրփուրը տալիս ա վառելա, սենց սաղ դեմքս կարմրելա։ Ու ինչ, այդքանը։ Շատ լավ պատմություն։ Հիշողություն է, էլի։ Բա ինչ հիշում եմ այդ վաքսը։ Միջև հիմա ունեմ տենց բաներ արում, որ տունը մարդ գա տամքսի։ Եորել տենց ներկայացություն տարբեր տեսակի բանակի ժամանակ Դուք որտեղ եք ծառայել։ Ես սկզբից եղել եմ սպորտերոտ, հետո չիտա, հետո տարբեր տեղեր։ Ուզում եմ ասեմ, հետո որ բժշկի աշխատում վայնի չաստում, այնց հումորային ծրագիր էին արել սոլդատները, ասես նստում եմ վետպունկտում նարդի են խաղում, խոսքի գալիս է, հիվանդը գալիս է, ցույց են տալում, ասում եմ, ես տեղս ցավում է, ասում եմ, արի մոտիկ խոսքի մխը խցում եմ, տալում եմ գլխին, ասում եմ, գնա քիրուրգի մոտ, էլի, հնա տարբեր ձևեր էին տվել։ Խազել կանայք։ Ասում եմ, խփում գլխին, ասում աշկս ցավում, ասում գնա քիրուրգի մոտ։ Կստացի, Քյավառի բարբարով կարասը կարալնի կանա, չէ։ Ինչա։ Կարաս էլի։ Թե կանա։ Կարաս։ Կարաս անես ինչ-որ բան։ Կանաս անես, էլի զոն կանա էլ ալում կարաս էլի։ Ես սաղ թե հասկանում եմ։ Հասկանում եմ։ Ինձ համար շատ հարազատ տոներորերին տարբեր ծրագրեր հումորային անում էլի։ Հա։ Որտե ես շատ իսիրում նարդի խաղալ, մեկ էլ որ պարապինք էլ։ Պարոն Արզականյան, բայց մի օր եթե թույլ տակ խաղանք իրար հետ էլի։ Մեծ աչքով։ Ես շատ եմ սիրում նարդի, ստաբիլ կերվում եմ։ Կարճ թե երկար։ Կարճ եմ սիրում։ Եվ մնաց վերջի պրանկերը։ Այո։ Սովորաբար, եթե պարտվում են, այդ ժամանակ են զանգում, բայց փոխել ենք վերջին հաղորդումներին, այսինքն միևնույնն է անում ենք այս փուլը։ Այսինքն համ ես եմ անում, համ պարտավոր։ Այո, պրանկեր են անում իրենց ընկերների կամ հարազատների վրա։ Ես ինչ պետք է արվի։ Այդ դուք պետք է ինձ ասեք, ես ում զանգեմ, ինչ ասեմ։ Հա։ Դուք պետք է ասեք Սարոյին, ինքը ինչ անի։ Կարա զանգի, հա։ Հա, կարա ինչ-որ մեկին զանգի, ինչ-որ բան ասի, խափի։ Հա։ Բայց Սարոն էլ ձեզ։ Դուք ում կարեք զանգեք, ավելի լավ է դուք ասեք ում կզանգեք, որ Սարոն ասի։ Ես գիտեմ ում կասեմ զանգի, պարոն Արզականյանը, հա։ Մեր Ռաֆոին Երանոսյան։ Հա, էլի օրինակ։ Դերասան, Ռաֆոին դերասան։ Ռաֆոին Երանոսյան։ Ռաֆայել Երանոսյանը դերասան մեր շատ սիրված։ Հա։ Հա, ոնց չէ։ Ռաֆոյի նկարը հեսա ցույց տամ։ Շատ եք տեսել, պարոն Արզականյան։ Հա։ Հա, Ռաֆոն։ Էշմիածինցի։ Հա։ Հոկտեմբերյանցի։ Հոկտեմբերյանցի, հա, իր հաղորդման եղել ենք։ Հա, դա շատ լավ է, բայց զանգի ինչ ասի։ Հա, ճիշտ է։ Զանգի ասի բանա, Ռաֆայել ջան, ասենք Տիգրան Արզականյանն է, կարաս բանա, պարտքով $100 փող տաս։ Օ, շատ լավ է։ Այդտեղա հումոր, բա դա հումորը։ Գումարային չէ։ Լավ էս էլ բանից ենքով։ Քելեք զանգենք էլի շատ խնդալու կլինի, իսկական է։ Չունեմ իր համար։ Ես կտամ համարը։ Ինքն էլ հումորային գիտես իր Ռաֆոն էլի։ Ռաֆոնն այնց բան կանի։ Ինչքան պարտքով։ Չէ, պարտքով չէ, իրանից փողից չխոսանք, Չէ, փողից չէ։ Չէ, կամ դու ասա Ռաֆո ջան, որոշել եմ քեզ մի հատ ավտո առնեմ, ուր ես արի տար։ Օրինակ, դες մի բան էլի։ Իսկական դիտի ավելի խնդա, ասա որոշել եմ քեզ մի հատ ավտո նվեր տամ։ Երկի պետական թատրոնում ենք, եթե հարմար է, արի տար։ Այդ արդեն կիմանա էլի ինչա ոնց է էլի։ Մի հատ կսպասենք տենանք ինքը ինչ ասում, մի անգամից չասեք, որ ստեղ եք։ Զանգի իսկականից շատ խնդալու բան։ Բանն է, լավ են պատմություն են, որ այն մի հատ աղջիկ է Instagram-ում, որ խոսում է իմ տեղը մի հատ ուրիշ տղա է խոսում, որ զանգում ասեմ Արզականցյան հարցնենք օգնա, այն անում չէ աղջիկը։ Այն որ Instagram-ի մեջ։ Այն որ ջղայնանում ես վերջնի վրան, ասում ես տակլոր ես էլի։ Հա, էդի։ Մի տղա պատասխանում, բոլորը գիտեն ես եմ խոսում, բայց ես չեմ խոսում, մեկի է խոսում, ասում Արզականցյան հարցնենք, թող ասա էլի օգնա։ Այնտեղ մի հատ հարցի պատասխան։ Հա, ուրիշին են զանգել, վա։ Ես ասում զանգեմ Արզականցյան համար ունեմ, ուղիղ համարով զանգի։ Բայց սուտ է։ Դու ես չիշ գործում եմ։ Բայց սա գիտեն դուք է։ Այ քեզ։ Հիմա ինչ անենք, ասեք։
Զանգում եք, չէ, բայց իր համարով է զանգում։ Հա, իր համարով։ Սպիկերով էլի, բայց զանգեն։ Հա, սպիկերով ու սպասում ենք իր ռեակցիան լսենք նոր էլի ասեք։ Հա, սպասում ենք իր ռեակցիան լսենք։ Ինչքան դիմանակ ձգեք էլի։ Հա։ Կմեռնի է։ Ալո։ Ռաֆո դու ես։ Հա։ Բալուզ ոնց ես։ Լավ։ Ցենս չճանաչեցի երևի մի քիչ մրսել եմ։ Հա, երևի։ Երևի։ Տիգրան Նարզականյան, ոնց է կյանքը։ Վայ, ողջույն Արձակայցյան ջան, լավ ցավ է բանում, լավ։ Դու ասա, դու ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Հա, երկի բարի թատրոնում ենք։ Հա, այստեղ հիմա որոշեցի, որ նվերների ցանկ ստեղծեմ, որ լավ դերասան ով արժանի նրան մի բան պարգևենք։ Որոշեցիք, որ ես եմ լավ դերասան։ Հա, դերասան, համ երկի ջամ հաղորդավար։ Բայց ինչ ասեինք ուրենք սկզբին։ Մանեի մոտ եք ասում։ Մանեի մոտ։ Ռաֆայել ջան, եթե կարելի Ռաֆո ջան Սարոնա իջ միացնից Հայկաշերից։ Սարո, որ Սարոն։ Լավ է։ Ապեր Ոչ մեկի չէ հաչում։ Ապեր Սարոն Հայկաշենից թույների գործանող մարդիկի աղբոր տղեն Քաջիկի։ Արա, հա։ Պարոն Արձականյանի հետ ստեղ ենք երկի պետական թատրոնն է։ Կուսակցություն եք Հա։ Բասել եք ասեք իմ ձայնը տանձես։ Շատ լավ է, դե հաջողություն։ Մերսի շատ։ Լավ երի։ Լավ կա զբալես։ Դավայ ազիչ։ Արդեն Արձականյանի հետ եմ էլի Ռաֆոն։ Շատ երեխա է մեր համար։ Մի անգամից չպիտի ասեիք, որ ստեղ եք պետք է։ Բայց շատ ասեի։ Բայց միջև վերջ ասած շատ լավ է, երկի պետական թատրոնում է։ Երկի բարի։ Երկի բարի։ Սարոնում է զանգում, հիմա դուք ասեք իրան ոնց եք պատժում, եկեք պատժելը մնալ։ Լուբոյ Արամեն զանգա։ Հա։ Ինչ ասեմ։ Դուք պետք է ասեք ինչ ասեմ։ Արամեն ասա վաղ լուրջ միջոցառում կա պետք է ասում մասնակցել լավ վճարում են։ Էդի շատ ուրախ իր համար հրաշալի լուր է։ Այդպես չէ։ Պետք է ես ինձի պատիժ օրինեմ հիմա ասեմ։ Թաթուլին զանգեմ։ Դավայ, կյանքում չենք զանգել։ Ճանաչում եք Թաթուլին։ Հա։ Արձականյան ջան, բարի ու կյանքիդ մեռնել։ Հա, Թաթուլը խնդալու կլինի։ Բայց ինչ ասեմ։ Բարի Թաթուլ ջան, ոնց ես ցավը տանեմ։ Ես հիմա մի հատ բանը հարցով եմ զանգել։ Մի հատ ռեկլամ կա։ Ուզում են ես ու դու մեջը նկարվենք։ Հիմա մեր գործընկերոջ հետ ենք, մենք միասին մեր գործընկերոջ հետ ենք։ Հիմա իրան ցույց տամ եւ կհասկանաք, էլի, ուզում ենք այդ Ատուջան պրիվետ։ Ոնց ես։ Թաթուլ ջան խաղ էինք խաղում, ասեցին, որ պիտի զանգես քեզ մտերի մարդկանց մեկին, պարոն Արձականյանը ասեց զանգի, ես քեզ զանգեցի։ Ողջունում ենք մեր ամբողջ հաղորդումով եւ փակում ենք սեղանի հաշիվը, որտեղ որ նստած եք հիմա։ Կզանգենք։ Հաջողություն։ Անչափ շնորհակալ եմ, որ եկաք ու կիսվեցիք ձեր հիշողություններով, պատմություններով, խաղացինք, հավես էր, չէ՞։ Պետք է մենք միշտ մեր տրամադրությունները կարանք մենք մեզանով բարձրացնենք ու մեր ժողովրդին ինչքան կարանք դրական լավ էմոցիաները պարգևնենք։ Ճանապարհ ցույց տանք, որտեղ այսօր այս պատերազմի ժամանակ ընթացքում մեր ռեգիոնում ինչ կատարվում է, աշխարհում ինչ կատարվում է ու խառը իրավիճակներից դուրս գալու համար մենք այնքան պետք է ամբերատար լինենք, զոր լինենք, որ ամեն ինչի մեջ կարանք հաղթարող լինենք։ Դա
Մենք հումորն էլ մեր հայերի գլխից անպակասա, ինչքան կարանք հումորով իրար սիրենք, հարգենք, ատելությունը մոռանանք։ Այո, իսկ սիրո եւ հումորի մասին է հենց այնպես, չմոռանաք նաեւ բաժանորդագրվել։ Thank you bro։ Thank you so much for Jazz 94.7. Կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։ Exactly. Սուպեր Սակոյինը տեսել էր, որ լուծի դեղ է լցել բաժակի մեջ։ Դու Բայց չես հիշում։ Այդ կարաս պատմես, բայց Չէ, դե ինչ։ Սաղ տեսել են, ինչ կա դե պատմելու։ գցել ես։ Սաղ աշխարհետեր նայում լուծի դեղը լցել է բաժակի մեջ խմեց։ Սաղ ամբողջ քեֆը արանվավ, հորը բռնած վազում զուգարան այդ գալ։ Գոնե ճանաչում եք Պարնասակյանովա։ Ճանաչում եք։ Խա։ Սկսեցինք։ Սկսեք 10 հարց։ Ես ինչ։ Երկիչ։ Ինչ պետք է ասեմ։ Ասա։ Դուք պետք է գուշակեք ում նկարն է։ Զանգա Պարսեն Գրիգորյան։ 5 հատ կա որ մեկին։ Որ մեկին։ Ինգարտա։ Որ Քո մեկին։ գլխի վրա որն ստացել։ Արման Հովանեսյան։ Հովանեսյան։ Արման Հովանեսյան։ Արմանն է, չէ, Հա, հա։ Արման։ Ոչինչ, հանգիստ խոսացեք։ Հանգիստ խոսալը չի, Hello, hi. մարդը կոնտրակտի է։ Hi brother. I am in TV. I am now finished, brother. I am come to my home. Where are you now? Where are you now? Well, okay, I'm coming. Thank you. Ուր գնացիր։ Ես Սարո Թովմասյանն եմ, դուք դիտում եք հենց այնպես շոուն։ Ես Տիգրան Արզականյանն եմ, դուք նայում եք հենց այնպես շոուն։